Պարոն Բեգլարյան, Իրանում ցույցեր են, հիմքը տնտեսական է, ազգային արժույթի ռեալի արժեզրկման հետ կապված, կան զոհեր, ինչ իրավիճակ է այս պահին։ Այո, ինչպես դուք նշեցիք, սկզբնական դրդապատճառը հիմնականում տնտեսական բարդ իրավիճակն է, որ երկրում տիրում է, իմասնավորի ռեալի կտրուկ արժեզրկումը, իհարկե ասեմ, որ տնտեսական խոսքով դժվար, ասենք բարդ իրավիճակը, դժվարությունները, ռեալի անկումը, սա խիստ գնաճը, որ դրանք ոչ մեկը նորություն չեն, բայց իմասնավորի վերջին 2 տարվա ընթացքին հետը ավելի է իրենց ազդեցություն թողել երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Եվ բացի ռեալի արժեզրկումը նաև սնունդի եւ ուրիշ կարևոր պիտույքների այսպես թանկացումը, գնաճը իմասնավորի վերջին 1 ամսվա ընթացքին ահռելի ազդեցություն է թողել ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքի վրա, բայց այդ ցույցերի մեկնարկը, ինչպես որ գիտեք, սկսեց Թեհրանի մեծ շուկայից, մեծ բազարից եւ զուգահեռ շուկաները, քանի որ այնքան դոլարը արագ էր արժեքը բարձրանում եւ ռեալը արժեզրկվում եւ այդ տատանումները մեկ ընթացք էր ստացել, որ բոլորովին որևիցե հեռանկար եւ վստահություն շուկայի կողմից չէր նկատվում առ այն, որ ինչ մասշտաբի են կարող աշխատել եւ ինչ ձևաչափով են կարող հայթայթեն համապատասխան գույքերը եւ հետո ինչ արժեքով պետք է վաճառեն ժողովրդին։ Այդ բողոքը այդպես մեկնարկեց, իհարկե պետք է ասել, որ երկրի նաեւ սոցիալ-քաղաքական պայմանները վերջին ամիսներում, ինչպես ասացի, 2 տարի կա տնտեսական իրավիճակը, բայց հատկապես պատերազմից հետո 12 օրյա, ամենայն դեպս եւ տնտեսականը մեկ ձև էր, որ մեծի մասամբ մասնագետները կանխագուշակում էին, որ ինչ որ փոքր դրթիչ գործոն երբ որ աշխատի, մենք ականատես կլինենք խիստ սոցիալական ցույցերի, որը ինչպես դուք նշում եք արդեն սկսեց եւ հետո տարածվեց տարբեր քաղաքներ։ Որքանով է այս ամենը վտանգ ներկայացնում իշխանության համար եւ ինչ կասեք արտաքին ազդեցությունների հետ կապված։ Նախ ըստ տեղեկության եւ նաեւ այն հռետորաբանությունը, որ թե Ամերիկայի կողմից, թե Իսրայելի կողմից եւ որոշ Իրանի օպոզիցիոն դեմքեր, որ Իրանից դուրս են ապրում եւ բարձ որ ինչ-որ հովանավորություններ ունեն, այդ արտահայտությունները ինքնին այդ միտքը զարգացնում է, որ նման միջամտություններ հավանաբար կարող են լինել, կամ եթե մեկ խոսքով այսինքն չէ, որ ուղղակի այդ պահին եղել են, բայց երբ նման ցույցեր, նման շարժումներ սկսում է անմիջապես արտաքին ուժն էլ գործի է անցնում եւ փորձում է իր շահութաբաժինը մեկ խոսքով ստանա կամ ստեղծի։ Դա կարծում եմ թե Իրանի իշխանությունն են հասկանում, թե ժողովրդի ինչ-որ խավ։ Եվ տեսանք, որ հետո ցույցերը նաև նման ոլորտ էլ ստացան եւ այսպես հայտարարվեց, թե ինչ-որ դեմքեր ձերբակալվել են, իբրև չգիտեմ Մոսադի գործակալներ եւ այլ։ 12-օրյա պատերազմը Իսրայելի հետ երբ այդպես թափով աֆղանցիներ ձերբակալվեցին եւ պարզվեց, որ Իսրայելի հետ ինչ-որ ձևով համագործակցել են, դա ինքնին ավելի խոսում վկա է, որ ինչ մասշտաբի կարելի է նման միջամտություններ Իրանի քաղաքական եւ անվտանգային կյանքում լինի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի առաջի բաժին, եթե ճիշտ հիշեմ, թե ինչ ընթացք ունենալու, պիտի ասեմ, որ նախ երկրի իշխանությունը դեռ ճեղքվածություն չի նկատվում երկրի իշխանության մոտ։ Իհարկե վստահ, որ գուցե ընդհանուր առմամբ քաղաքականություններ ճշտելու ուղղությամբ եւ ինչու՞ չէ հենց այս ցույցերը վերահսկման ուղղությամբ վստահ տարակարծություններ կարող է լինեն տարբեր թևերի մոտ, բայց սկզբնական դրական քայլը այն էր, որ պարոն Փեզեշքյանը անմիջապես աշխատանքի անցավ եւ փորձեց այդ շուկայի դեմքերի գլխավոր դեմքերի հետ եւ արհեստակցական այսպես խմբավորումների փորձեր կապեր հաստատել, հարցերը շոշափել եւ տեսնում ենք, որ նաեւ ինչ որ տնտեսական քաղաքական վերամշակում եղավ, անմիջապես երկրի բյուջեն, որ արդեն առաջի օրերն քննարկվում էր խորհրդարանում, այսպես մերժվեց, վերադարձավ կառավարության նիստ եւ ինչ որ բարեփոխումներով
հատկապես սուբսիդների առումով նոր վերստին խորհրդարանում այսպես քննարկման առարկա դարձավ։ Սրանք այդ քայլերը, որ պետք է ասել, որ դրականորեն վերցրել է իշխանությունը, բայց ամենայն դեպս քանի որ կա սոցիալական մշակութային կյանքի ապրելակերպի եւ քաղաքական վերջապես ուրիշ բողոքների այսպես եզր դա այդ հանրագումարը ինչպես կստացվի իսկապես չի կարելի կանխագուշակել։ Հավանական համարում եք վենեսուելական սցենարը։ Չեմ կարծում, ես այդպես Իրանը շատ մեծ տարբերություններ ունի Վենեսուելայից եւ արդեն Իրանի պատերազմական փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ կարողություններ ունի, որ Վենեսուելան կամ Վենեսուելայի իշխանությունները ամենաինչ այն դրանով հանդերձ հետորաբանությամբ կամ հայտարարությամբ հանդես էին գալիս, բայց գործնականում ոչինչ չեղավ։ Բայց այն, որ տարբեր հարձակումներով կարելի է փորձել Իրանի վերնախավին վնասել, ինչպես որ 12-օրյա պատերազմի ընթացքին եղավ, դա վերջապես հավանականությունը միշտ օրակարգային է եւ վստահ եմ, որ Իրանի իշխանությունն դա նկատի առնում։ Հայ համայնքի վերաբերյալ ինչ տեղեկություններ ունեք։ Իմ տեղեկությունների համաձայն չէ, այդպես չեն մասնակցում, միթե անհատներ, բնականաբար հայ համայնքում էլ անհատական առումով կարելի է լինել, որ մասնակցեն, բայց դե գիտեք, հայ համայնքը շատ փոքր է թվի առումով համեմատ երկրի մասշտաբում, նույնիսկ ես Թեհրանում, ես իմ տեղեկությունների համաձայն, քանի որ նաև այնպես ամանորյա տոներ է եղել համայնքում, քրիստոնեական եւ հայկական համայնքում, մեծի մասամբ համայնքը այդ հարցերով է զբաղվել եւ բարեբախտաբար տեղեկություն չկա, որ մեկը վնասված լինի, մասնակցած լինի, վիրավորված լինի կամ զոհեր տված լինի։ Մամուլը գրեց հոգևոր առաջնորդի փախուստի հնարավորության մասին, ձեր մեկնաբանությունն այս հրապարակումների հետ կապված։ Ես հերո եմ տեսնում, նախ կարծում եմ ներկա պահին դրանք մեծի մասամբ տեղեկատվական պայքարի ֆոնի վրա պետք է գնահատական տալ, բայց ինչպես ասացի, երկրի իշխանության մոտ ճեղքվածություն չի նկատվում եւ հատկապես այն, որ ինչ-որ առումով ժողովուրդի պահանջները լսելի է դարձնում, թեպետ չունի ներկայացուցիչներ եւ այդ առիթն էլ ժամանակին իշխանության կողմից չի ստեղծվել, որ համապատասխան եթե հարցերը պատահում համապատասխան ֆունկցիան ունեցող անձնավորություններ կամ միավորումներ կարողանան այդ օղակը հանդիսանան, բայց ես կարծում եմ դեռ նման այդպես արտահայտություններ մեծ մասամբ բխում է քաղաքական եւ ինչպես ասացի տեղեկատվական պայքարի տեսք պիտի ունենա։ Չէ, ես այդքան չեմ կարծում նման բան իրականություն ունենա։